Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես են ԱԱԾ-ի ավելի քան 7 դիմակավորված ծառայողներ ուժ կիրառելով ձերբակալել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին։ Վերջին շրջանում նա պաշտպանում էր ընդդիմադիր գործիչների եւ հոգեվորականների շահերը, այդ թվում Արագած օդի թեմի առաջնորդի եւ այլ հոգեվոր հայրերի գործերով։ Ձերբակալությունը տեղի ունեցել Շենգավիթի դատարանից դուրս գալիս դատական նիստից հետո։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ Կոչուբաևի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Մեղսագրվող հոդվածը վերաբերում է դատավորի, դատախազի կամ քննիչի մասին արատավորող տեղեկություն հրապարակելուն, որը կապված է նրանց ծառայողական գործունեության հետ։ Մեղադրանքի հիմքում ընկած է Կոչուբաևի ֆեյսբուքյան գրառումը, որն արվել էր հոգեվորականների նկատմամբ վերջին օրերին կատարված գործողություններից հետո։ Գրառման մեջ մասնավորապես կոշտ արտահայտություններ են եղել քննիչների, դատախազների եւ դատավորների հասցեին։ Ձերբակալությունից հետո ներկայացվել է կալանավորելու միջնորդություն, որը բավարարվել է։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը անազատության մեջ կմնա 2 ամիս։ Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունը առաջինն էր, բայց ոչ վերջինը, գրում է Ժողովուրդ օրաթերթը։ Ըստ պարբերականի Հայաստանի վարչապետը քաղաքական հրահանգ է տվել քննչական եւ իրավապահ մարմիններին հետեւել հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներին, իրավաբաններին, իրավապաշտպաններին, առանձնացնելով Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի աջակիցներին։ Թերթը նաեւ գրում է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ է դրել ամենայն հայոց կաթողիկոսին գահանկեց անել նրա գահակալության օրը՝ հոկտեմբերի 27-ին։